Այն նրանք թասեք քնող չեն, ժողովրդին չլուտացնեն, տկլորացնեն, անեն ստրկության։ Մի րոպե հրացանս անեմ նոր։ Առանց հրացանի կարող է ես գամ։ Տեսնես մեր եղբայրները ոնց են հրացանով ավտոմատով դիմավորում։ Վերագործարկվում, մեկ ուրիշ բան չունի, մեկ էլ տոկոսները։ Անցած անգամ մի սենց էքսպրոմ առաջացավ մոտես, բայց հիմա եռագույն դրոշակը չկա, հանձնել ենք։ Մի ձեռում եռագույն, մյուս ձեռում պաստառ, ես դուս եմ եկել դեպի հրապարակ, ես պետք է բողոքեմ, անդադ կրկնեմ, նարիտը վերագործարկեք, մեզ աշխատանք տվեք։ Հաստորեն գրեթե անհույս վիճակ Անհույսը, մեր գործարանի այրերը, ղեկավարները, եսի միջերը գործարան ուզում են մասնատեն, վաճառեն ու ժողովրդին ոչի բանել չացնեն, նարիտը կանտեն, որ իրա թալանը չերևա։ Այդ բան դուք ինչով եք զբաղվում։ Ոչ մի բանով, ոչ մի բան, շատ վատ վիճակում։ Միան թոշակ է հույսը, ուրիշ ոչ մի բան։ Ուր էլ գնում ես այդ տարիքին 62 տարեկան է, ոչ մի աշխատանք չկա, չեն էլ առաջարկում։ Չեն էլ ուզում մարդու խոսքը լսել։ Հիմա այսօրվա ակցիան ինչ նպատակ ունի։ Ակցիան է, որ նարիտը վերագործարկեն եւ տան մեր գումարի տոկոսը, որ 5 տարի մեզի սենց անուշ թողել է։ Տոկոսը ավելի շատ էր, քան թե իրաստված այդ ողորմությունը։ Այդ տոկոսը արդեն փոխանցել են նարիտ մեկին, որ նրանց ինչ-որ փողերը ինչ-որ կարողանան դրանց վճարեն։ Իրանց էլ այդ թալանից բաժին հասնի։ Մոտավորապես քանի աշխատող է այսօր մնացել առանց աշխատանք։ 1700 կառավարության էլի հարցազրույց էր, այս պլակատը թարս են պահել։ Գնացող գալի դիտողություն անում։ Ասում եմ կառավարությունը թարս է, օրենքը թարս է, ազգային ժողովը թարս է, հանրապետության նախագահան թարս է։ Թարս պահել են գոնե հասկանան, որ մենք է կարանք, ժողովուրդը կարա թարսվի։ Հիմա օրինակ Դաշնակցության հետ Հանրապետականը կոալիցիան հուշագիր 3 ստորագրեց, հնարավոր է դիմեք նաև Դաշնակցության, այլևս նրանք ընդդիմություն չեն, իշխանություն են, հնարավոր է ձեր հարցով դիմեք նաև նրանց։ Սևակը ինչ ասում, նա որ ելել է շալակն աշխարհը երբեք թաստեղ չի գնում։ Նա գիտի թե ում հետ եւ ուր է գնում, ում մեռելների վրա անարցունք լալիս։ Էլ ոնց ասել։ Դաշնակցությունը ինը։ Ուզում է Դաշնակցությունը հշեն, իմով ուզում ալի։ Նրանք շինծու կուսակցություններ են, որ ժողովրդի մատից ով լումը պաշտոնատալից են խոստումները արդեն են անառակ որդու սիրո խոստումները էլ չի շում, մոռանում է։ Էսի որ ասում են էշի երկիր, իսկականից որ էշի երկիր է, ոչ թե քաղաքակիրթ երկիր է։ Ես ասել եմ, կառավարությունը անհիմն ձևով աշխատանքից ազատելը, առաջի հերթին նա պետք է մտածեր, որ մի շոր միտեղ տաներ, ընդուներ աշխատանքի։ Եթե դա ինչ-որ ձգձգվում էր, նա պետք է մեզի տար որպես նպաստ գոյության, որ մենք կարողանանք վաղը միսօր ինչ-որ ուժ ունենանք այս երկրի համար ստեղծագործ աշխատանք անենք։ Դա էլ չեն անում։ Այսօր հավաքվել եք ազգային ժողովի դարպասների մոտ, ինչ ակնկալիքներ ունեք։ Մեր գործարանի վերագործարկման համար ուրիշ ակնկալիք չունենք։ Ուզում ենք, Բայց գրեթե անհույս է այդ դուք ինչ նախաձեռնությամբ ուզում ենք որ հանույս չլինի, որ աշխատի։ Որ աշխատի, մենք էլ գնանք աշխատենք։ Ակնկալիք չունենք իրենցից հիմա, որովհետև ընդ նստած ջուր են ծեզում։ Ընդհանրապես գործարանի մասին չեն մտածում։ Մեր ակցիան նա է, որ մեր գործարանը աշխատի, ուրիշ ոչ մի բան։ Ու մենք էլ աշխատենք, էլի ջա էլ մարդիկ ենք մասնագետ։ Ժամանակին գնացինք, սովորեցինք, բարձրագույն ավարտեցինք, որ աշխատանք ունենանք։ Քիմիկոս, մասնագիտությամբ քիմիկոս եմ։ 55 տարեկան եմ, 38 տարի աշխատում եմ նույն գործարանում։ Ինձ որտեղ է գործ տանը, ոչ մի տեղ չեն տալիս։ Մնացել ենք անգործ։